Տեսեք, դուք մեջբերեցիք Աշոտյանին, բայց ես տեսա նաև Շարմազանովի հայտարարությունը մոտարապես նույն գծի մեջ, որ տեսեք, փաստորեն Սերժ Սարգսյանը ինչ հայրենասեր էր, որ հայկական կողմի կարմիր գծերն էր նշում Լավրովի պլանի վերաբերյալ, որովհետև հիշում եք Սերժ Սարգսյանի նամակի մեջ ինքը ասում է Լավրովի առաջարկները, թե ինչ, այդ բառը չեմ հիշում, բայց Լավրովի պլանն է կատարում։ Նախ ֆիքսենք էլի Սերժ Սարգսյանը ինչի մասին է գրում այդ նամակը, ու ինչ է գրում։ Սերժ Սարգսյանը այդ նամակը մեջ կա ժամկետ էլի, գրել է 2016 թվականի օգոստոս։ Եթե տեսել եք հրապարակված փաթեթում, ինչ է, հրապարակված է այդ թվում 2016 թվականի առաջարկները, բայց եթե ուշադիր եք եղել, այնտեղ մի առաջարկ չի, կա 2016-ի հունվարի առաջարկ, այսինքն հունվարի տարբերակ, հունիսի տարբերակ, օգոստոսի տարբերակ։ Հիմա Սերժ Սարգսյանը այդ նամակով ամենայն հավանականությամբ պատասխանում է 2016-ի օգոստոսի տարբերակին։ Ինչ է ինքը ասում։ Ինքը, եւ ձեզ ուզում եմ հիշեցնել, 2016 թվականի օգոստոսի տարբերակը գրեթե ոչնչով չի տարբերվում 2019 թվականին ներկայացված սեղմագրից։ Այսինքն մինիմալ տարբերություն։ Ինչ է ասում Սերժ Սարգսյանը։ Ինքը ասում է, որ սա լավ տարբերակ չի։ Ասում է, սա լավ տարբերակ չի։ Ինչի՞, որովհետև ինքը ասում է, այս տարբերակով հայկական կողմը անում է իրական ռեալ հողի վրա զիջումներ, զիջում է տարածքներ, Ադրբեջանը չի անում որևէ իրական զիջում։ Ասում է, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հարցը թողում է լիակատար լղոզված։ Ասում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, վերջնական կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի հարցը թողում է լրիվ լղոզված։ Ասում է, ես վստահ եմ, որ եթե մենք այդ շրջաններից դուրս գանք, Ադրբեջանը չի պահելու որևէ պայմանավորվածություն եւ հաջորդ փուլով մյուս տարածքների վերադարձաուզել։ Ամենավերջում ինչ է ասում։ Ասում է, եթե ուզում ենք Լավրովի տարբերակ աշխատի, պետք է, որպեսզի Ադրբեջանը համաձայնվի հետեւյալներին։ Այդ հետեւյալները որոնք են։ Ասում է, համաձայնվի, որ հստակ պիտի ֆիքսվի, որ Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնում են Լեռնային Ղարաբաղի վերահսկողության ներքո։ Սա ինչ է նշանակում, որ այն պնդումները, որ իրանք անում են, տեսա երեք Լևոն Զոհրաբյանները, պնդում անում, թե իբր 2019-ի փաստաթղթով Քելբաջարը եւ Լաչինը մնում էին հայկական կողմի վերահսկողության ներքո։ Սերժ Սարգսյանը 2016-ի նամակով ապացուցում է, որ այդպես չի, որտեղ ինքը ասում է պարտադիր է, որ ֆիքսվի հստակ, որ մնում է։ Ինչի է Սերժ Սարգսյանը դա ասում, որտեղ եթե ուշադրություն եք դարձրել փաստաթղթերին, այդ փաստաթղթերից ուղիղ չի բխում, որ Քելբաջարի եւ Լաչինի շրջանները դե հանած միջանցքը իհարկե մնում են Լեռնային Ղարաբաղի վերահսկողության ներքո։ Այդտեղից ընդհանրապես այդպիսի բան չի բխում ու եթե ուշադիր եք եղել 2018 թվականի Կրակովի փաստաթղթում գրած է, որ Քելբաջարի շրջանը մնում է ԵԱՀԿ-ի անցումային մոնիտորինգի ներքո։ Անցումային գիտեք ինչ է նշանակում։ Երբ որ կա մի բան, կա անցումային շրջան ու այդ մի բանը փոխակերպում է այլ բան։ Բարձա, չէ՞։ Այսինքն անցում հայկական վերահսկողությունից անցում այլ բանի։ 2019-ի սեղմագրում էլ կա, որ Քելբաջարի եւ Լաչինի շրջանները մնում են ԵԱՀԿ-ի մոնիտորինգի ներքո։ Հաջորդը Սերժ Սարգսյանը 2016 թվականի էլի նամակում ասում է, որ անհրաժեշտ է ֆիքսել, որ այն շրջանները, որից հայկական կողմը դուրս է գալիս, պետք է լինեն դեմիլիտարիզացված։ Էլի ինչի է սա կարևոր։ Էլի տեսապնդում էր էլի նույն Լևոն Զուրաբյանը երեք, որ 2019-ի առաջարկով ենթադրվում էր, որ այն շրջանները, որից հայկական կողմը դուրս էր գալու, լինելու է դեմիլիտարիզացված։ Նրան հերքում է Սերժ Սարգսյանը 2016 թվականի Պուտինին ուղղված նամակով։ Ինչու է դա անում, որովհետև կրկին, եթե կարդաք այդ տարբերակները, այդտեղից ուղիղ չի բխում, որ այդ տարածքները լինելու են դեմիլիտարիզացված, որովհետև այնտեղ ինչ ասում է, կողմերը կառաջարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությանը, որպեսզի վերջինս դիմի ՄԱԿ անվտանգության խորհրդին, որպեսզի ապահովի այդ շրջանների դեմիլիտարիզացիան։ Համաձայն եք, որ դա ամենևին 100%-անոց պայմանավորվածություն չի դեմիլիտարիզացիայի
մասին։ Պես է հակառակ- Եվ իմի բեր չէ, Դուք մի կողմից չէ, բան մի եք վարքան ասում։ էլի, մի վարքան։ Հիմա բայց ես ամեն ինչի ես ինչի նկարագրեցի։ Որովհետեւ իրականում Աշոտյանն ու Շարմազանովը ինչ են ասում։ Ասում են, որ այդ տարբերակը վատն էր։ Սերժ Սարգսյանը դրան չի համաձայնվել, դրա համար։ Տեսեք ինչ հերոս է։ Բայց չեք տեսնում, որ ակնհայտ տրամաբանական խզում կա, որովհետև այդ նույն մարդիկ մեզ ասում են, այ դավաճաններ։ Ինչի 2019-ի հանճարեղ տարբերակը չեք ընդունել։ Դե հիմա ես հետ եմ պրծնում ու իրանց եմ այդ հարցը տալիս։ Այդ դեպքում, այդ տրամաբանությամբ արդեն ֆիքսեցինք եւ ապացուցված է, որ 2019-ը նույն 2016-ն է։ Բայց այդ դեպքում, այ սիրելիներ, ես չեմ ասում դավաճաններ, այ սիրելիներ, ըստ ԿՊ էթիկայի կանոնագրքի։ Բայց այդ դեպքում եթե այդքան լավ տարբերակ էր, ինչի դուք 2016-ին չեք ընդունել, եւ B, եթե այդքան վատ տարբերակներ, ինչի հիմա եք ընդունել։ Ինչի եք մեզ ասում, ինչի չեք ընդունել դա։